Ես ծնվել եմ Մոսկվա 98 թվին, ապրել եմ Մոսկվայում։ Իմ կյանքը Մոսկվայում եղել է դժվար, իմ ընդհանուր ընտանիքի կյանքը եղել է դժվար սկզբից։ Ծնողներս տեղափոխվել են Գորիսից Մոսկվա 94 թվին ու այն ժամանակ Ռուսաստան դժվար է եղել, իհարկե։ Հետո ավարտել եմ դպրոցը, գնացել եմ համալսարան, հա, ես լեզվաբան եմ, սովորել եմ անգլերեն եւ չիներեն, նաեւ աշխատել եմ որպես չինարենի թարգմանիչ։ Ճիշտն ասած, մինչև երևի 15 տարեկան այդքան էլ չէի զգում, որ ես կապված եմ Հայաստանի հետ։ Սաղ բարեկամները ասում էին, որ այս տղան լրիվ ռուսացած է, ու տենց էլ կար։ Երևի 15 տարեկանում, որ եկի Հայաստան, ինչ որ տարօրինակ բաներ զգացի։ Ուղղակի ուրախություն, որ բոլորը հայ են, ոնց որ ուր նայում եմ հայ են ու խոսում են հայերեն, Մոսկվայում միշտ ոնց որ դու փորձում ես փնտրես այդ տալպայի մեջ ինչ որ հայ ու երբ որ եկա առաջի անգամ սենց տարիքում, որ արդեն կարող եմ ինչ որ բան հասկանայի ու ինչ որ սենց զգացի, որ էս է իմ տունը, այդ տարիքից սկսված արդեն ես գիտեի, որ տեղափոխվելու եմ Հայաստան, ուզում եմ ապրել Հայաստանում, ծառայել Հայաստանում ու սկսեցի արդեն գնացի դպրոց, ոնց որ այդ դպրոցը մենակ կիրակի օրն էի գնում, սովորեցի գրել ու կարդալ հայերեն, սկսեցի ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով, լուրեր նաև կարդալ ու ամեն շաբաթ համարյա ինչ որ մի մարդ կամ մի քանի մարդ զոհվում էին ու ամեն տարի ոնց որ այդ լուրերում գրած էին իրանց անունները, անուն, ազգանուն ու թիվ, հա, իրանց ծնված թիվը ու ամեն տարի այդ թիվը ոնց որ ավելի շատ մոտենում էր իմ ծնված թվին ու ամեն տարի ավելի ու ավելի դժվար էի ընդունում դա ու չէի հասկանում ինչու ես չպիտի գնամ ծառայեմ ու դա իմ նպատակն էր ու արդեն 19 թվին ես տեղափոխվեցի Հայաստան, 20 թվին գնացի ծառայելու։ Ծառայությունը Ջաբրայելում շատ դժվար էր իմ համար, որովհետև հիմա էլ իմ հայերենս այդքան ազատ չի, այդքան հարմար չեմ զգում խոսալ հայերեն, բայց այն ժամանակ ավելի վատ էր ու շատ դժվար էր լեզու գտնել, շատ էր տարբերվում մեր պատկերացումները, այո, կան մի քանի մարդ իմ ընկերները, որ գտել եմ ու իրանց հետ կարողանում էի շփվեի ու շատ դա ինձ փրկեց։ Պատերազմը սկսվեց 3 ամիս անց, որ ես սկսեցի իմ ծառայելը։ Սկզբից երևի սենց չեք պատկերացնում, որ իրոք մեկ պատերազմում ենք, ինձ համար դա արդեն ես հասկացա ինչա կատարում, երբ որ սպաներից մեկը ասեց, որ պիտի գիշերը մնանք ու ես հասկացա, որ լուրջ մեկ գիշերը հեսա այս հողի վրա պիտի պարկեք քնենք ու վաղը կլինի նույնը ու չգիտենք քանի օր արդեն էս է մեր կյանքը ու այդ ժամանակ ես արդեն սենց լիարժեք հասկացա ինչա կատարվում։ Ջաբրայելից նահանջ են տվել Հադրութ, արդեն մենք Հադրութում էինք ու երբ որ Հադրութը վերցնում էին, գումարտակի կոմանդիրը փախավ, ուղղակի նստեց բան սկորը, հա, ասեց որ վիրավոր եմ, հիմա դատը գնում է ինչքան հասկանում եմ, Իշխան Վանյան ու գնաց ու երբ որ ինքը գնաց արդեն մի 300-400 հոգի
նորակոչ զինվոր արդեն տարբեր խմբերի են բաժանվել, մի քանի աֆիցեր մնացել էին, բայց կոնկրետ մեր խմբի հետ, մեր խումբը սկզբից մի երևի 80 հոգի էր, աֆիցեր չկար, ոնց ես հասկացել եմ այն ժամանակ, ու հետո արդեն մեզ մեկը ասեց, որ շրջափակման մեջ եք հայտնում, մեկ փորձում եք ինչ-որ ձև գնայիք հադրուտ, որ միանայիք ուրիշ խմբի հետ, վերևից սկսեցին մեզ կրակել, գրանատ գցել, ու այդ 80 մոտորապես 80 մարդուց մնացին 21, ու այդ 21 հոգու հետ մենք 3 օր սպասում էինք ինչ-որ օգնության, ու հետո արդեն որ հասկացանք, որ օգնությունը չի գալու, արդեն փորձեցիք ինչ-որ ձև փրկվեիք, մեզ պետք էր խմելիք, ինչ-որ ուտելիք, մենք արդեն էդի ամեն ինչ գտակ գյուղում, վանք գյուղում։ 21 հոգի, ուրեմն մենք եղել ենք միասին երևի մի քանի շաբաթ, ու հետո արդեն որ ցրտում էր, ինչ-որ ժամանակ մենք մնում էինք գյուղում, հետո անտառում, ու հետո արդեն մենք համարյա միշտ շփվում էինք 3 խմբով տենց, օրինակ ես շփվում էի մենակ իմ ընկերների հետ, ու մենք այդ 3 խումբը ունեին տարբեր պատկերացում, թե ինչ պիտի անենք հետո, ու ինչ-որ ժամանակ եկավ, որ մենք ոնց որ հասկացաք, որ պիտի բաժանվեք, որովհետև տարբեր պատկերացում ունեիք, ինչ պիտի անենք, ու այդպես ստացվեց, ու արդեն մնացինք մենք 6-ով, սկզբից մնում էինք հենց գյուղում, տանիքում, հետո արդեն որ պարզ եղավ, որ պատերազմը ավարտված է, մենք որոշեցինք արդեն շարժվենք, եղել են լիք կրակոց, օդ, մեզանից մեկը հասկացավ, որ իրանք նշում են, պատերազմը ավարտված է ու իրանք գրեցին, այդ գյուղում, որտեղ մենք մնում էինք ու որտեղ ուտելիք էինք փնտրում ու так далее, մենք միշտ լսում էինք իրանց ադրբեջանցից ձայնը ու մենք գիտեինք, որ իրանք մոտ էին, ու այդպես փորձում էինք, որ մեզ չտենան, երբ որ մենք մնում էինք տանիքում, օրինակ սաղ օրվա ընթացքում մենք մտածում էինք, որ հեսա 12-ը գա, ու մենք պիտի դուրս գաք գյուղը արդեն լքված էր, ինքը, ու մենք ամեն օր փորձում ենք գտնենք նոր տներ, որ ինչ-որ ուտելիք չարեինք, ու նաև ամբողջ օրը մտածում ենք, թե ինչ պիտի սարքենք այսօր, որովհետև գիշերը որ գալիս էր, արդեն քիչ հավանականություն կար, որ ադրբեջանցի կլինեն մոտ, ու մենք ինչ-որ բան պատրաստում էինք, ժարի դրած կարտոշկա կամ չգիտեմ, ինչ-որ ուրիշ բաներ, մի անգամ ղափամա էի սարքել, ինչ-որ բլինչիկներ էի սարքում, ջուր չկար, բայց սարքում էի բլինչիկ թթված ջուրով, ուղղակի շաքար էի խառնում ու նաև տղերքը ասում էին մի քիչ վառի, որ համը ոնց որ վառածի համ գա, ոչ թե այդ աղի, ու ոչինչ լավ էր ստացում, նաև բան ունեիք, մուրաբա, լիք տարբեր մուրաբա, տենց լավ գնում էր, ոնց որ մեր օրերը փորձում էինք նենց անեինք, որ ինչքան էլ ահավոր վիճակի մեջ եք, բայց ինչ-որ ձև մեզ ուրախացնեինք, որ չկորցնեինք այդ հույսը, այդ կյանքի նկատմամբ սերը, ու ստացվում էր մեր մոտ ինչ-որ ձև, ինչ-որ ժամանակ արդեն դա ավելի շատ նմանվում էր, որ զգացողություն կար, որ մենք ինչ-որ խաղի մեջ եք ավելի շատ, գրքի մեջ, որը գրել եմ, ինձ համար շատ կարևոր էր ցույց տամ այս կողմը պատերազմի, որովհետև երբ որ ես օրինակ միշտ ասում եմ, որ գրում եմ պատերազմի մասին, մարդիկ սենց իրանք տեսնում եմ ոնց են իրաց դեմքը փոխվում, սենց վատ են զգում ու դա հասկանալի է, իրոք պատերազմը շատ վախենալու բան է ու շատ դժվար, բայց նաև կա ուրիշ տեսանկյուն, կա լիքը պատմություններ, որը ես սիրում եմ, որը մենք երբ որ տղաների հետ հանդիպում ենք, դրա մասն եք հիշում ու ավելի շատ այդ լավ պատմություններն եք հիշում ու դա է մեզ ոնց որ դրա մեջ ուժ կա, որ դու կարողանաս կյանք շարունակել։ Ամենադժվար օրերը եղել են առաջի օրերը, հենց շրջափակումի մենք ենք անտառում, հա,
ու սպասում եք օգնության, ոչ առանց ջուր, առանց ուտելիք, տենց 3 օր, նաև արդեն ինչ որ ժամանակին հալյուցինացիա տենց բաներ եղան, ու ես հրաժեշտի նամակ եմ ուղարկել աղբորս, ասելով, որ հեսա պիտի մեռնեմ ու իրանց ոնց որ ասեմ հաջողություն տենց։ Ոնց որ դրանից հետո արդեն ասում եմ ես ինչ որ ավելի հեշտ էր իմ համար, որովհետև ես արդեն պատրաստվեցի, որ պիտի մեռնեմ ու չէի մեռել ու տենց ամեն օր համարյա այդ 70 օրվա ընթացքում իհարկե ամբողջ ժամանակ մահը շատ մոտ է ու դու անդադ մտածում ես, որ հեսա դա պիտի լինի ու արդեն ասում եմ, որ սենց շատ ինչ որ խաղի նման էր, ուղղակի հավատալի, որ իրոք ոնց եմ ես միջև հիմա սաղ, հոկտեմբերի կեսին մենք շրջափակման մեջ ընկել ենք ու հոկտեմբերին նաև արդեն ցուրտ էր, մանավանդ գիշերները, բայց նոյեմբերին ավելի ցուրտ ու դեկտեմբերին, երբ որ մենք արդեն որոշեցինք, որ պիտի գնանք դեպի Պարսկաստան, մենք փորձեցինք գնանք դեպի Հայաստան, հասկացանք, որ անհնար է, որովհետև բոլոր սարերի վրա կան արդեն իրանց զինվորներ ամենտեղ ու մենք որոշեցինք, որ պիտի գնանք ավելի դեպի հարավ ու դեկտեմբերին, երբ որ գնում ենք, 2 շաբաթ մենք սարերով գնում էինք ու այդ սարերին լիքը ձուն կար, բոլորիս ոտքերը ցրտարվել էին։ Փրկության պատմությունը շատ երկար է ու շատ տարբեր կարևոր դետալներ ունի նաև, որը ես սաղ գրել եմ գրքում։ Մենք դուրս եկել դեկտեմբերի վերջում, մեզ փրկելու այդ process-ին լիքը մարդ է մասնակցել, Министерство обороны, նաև Российские миротворцы, Красный Крест, 2 արցախահայ, ով իմացել են տարածքը ու կարողացել են մեր ոնց որ մենք բացատրել ենք որտեղ եք մենք ու իրանք կարողացել են այդ տեղը գտնել, ինչ որ սենց քանդված գյուղեր, որտեղ մենք կարողացինք կապ գտնել։ Այդ եղել է դեկտեմբերի 20-ին, շատ վատ վիճակում էի, ես չէի պատկերացնում իհարկե, որ պիտի ոտքերը ապտացվեն, բայց երբ որ լսեցի, որ այդ պետք է լինի, ես համարյա ոչ մի բան չզգացի ու շատ ուրիշ խնդիրներ էլ ունեի, ինձ ասացին, որ ինձ մնում էր մի քանի օր ապրելու, որովհետև բացի ոտքերի ոնց որ տարբեր խնդիրներ կան, թոքաբորբ, սեպսիս, չգիտեմ, գանգրենա, այդպես, բայց այդ ժամանակ ես արդեն շատ թույլ էի ու չգիտեմ, համարյա բան չէի զգում։ Սկզբից շատ դժվար էր, որովհետև կես տարի ես գոսպիտալում էի, բայց հետո շատ մեծ մոտիվացիա ունեի, որովհետև ուզում էի կանել պրոթեզների ու լավ քայլել ու լավ ապրել։ Սկսեցի ապրել, սկսեցի սիրել, մանկությունից սիրել եմ լիտերատուրա ու ուզում էի գրել, ուզում էի լինել գրող ու 2 տարի անց պատերազմից սկսեցի գրել գիրքս, պատրաստեցի ինձ, որ նորից այդ պատմությունը կարողանայի ապրեի, սկզբից դժվար կլիներ, բայց 2 տարի անց զգացի, որ պատրաստ եմ իրոք գրեմ 2024 ամառին ես ավարտեցի ու շատ շուտ գտա հրատարակչություն ռուսական Individuum, որը սիրեց իմ գիրքը ու իրանք ուզեցին հրատարակել, փետրվարին հրատարակվեց ու արդեն առաջի տիրաժը վաճառվել է 3000 գիրք, հիմա տպագրվում է նաև 5000 նոր գիրք։ Ես իմ կնոջը հանդիպել եմ անցած տարի, շատ շուտ հասկացա, որ ուզում եմ իր հետ կյանք ապրել, ինքն էլ շատ շուտ դա հասկացավ, որ իմ հետ է ուզում կյանք ապրել, շատ շուտ ամեն ինչ ստացվեց, ոնց որ գիրքն է եղել իմ մեծ երազանք նաև գտնել սեր, գտնել մարդ, ում ես կարող եմ շատ լավ հասկանալ, ով կարող է ինձ շատ լավ հասկանալ։ Հենց ստացվեց, որ մի տարվա մեջ սենց 2 մեծ երազանք կատարվեց։ Սիրում եմ կյանքը ու նաև պատերազմը լիքը դասեր տվեց ինձ, սկսեցի գնահատել կյանքը ավելի շատ։ Պատերազմից հետո ցանկացած օր, ցանկացած մոմենտ փորձում եմ հասկանալ, որ սա ես շատ երջանիկ եմ, որ այս օրը ունեմ, այս մոմենտը ունեմ, ուզում եմ, որ ինչ որ
բան փոխել, նաև օգնել ես, որ եկի կամավոր Հայաստան, որպես կամավոր գնամ ծառայեմ, երևի 98%-ը նայում էր ինձ որպես ինչ-որ տարօրինակ մարդ, ու երբ որ հանրությունը չի հասկանում ինչու հայ տղան պիտի գնա ծառայի կամ նայում է դրան, որ ոնց որ ինչ-որ տարօրինակ բան, կարծում եմ շատ մեծ պրոբլեմա, շատ մեծ խնդիր է։